Հուզական աջակցության թեժգից, բարև ձեզ։ Հավաքում եք 0800 00 900 և կարող եք պատմել ձեր խնդիրների մասին։ Բարձր տագնապայնությունը, սուր մարտահրավերներով զանգեր ենք ունենում, որտեղ կան բացասական դեստրուկտիվ մտքեր, վարքային խնդիրներ, անձը գտնվում է իր կյանքի ճգնաժամային իրավիճակում, ունենք բռնի տեղահանված անձանց զանգեր, տրամադրում ենք այդ պահին ունեն և ֆինանսական, սոցիալական հարցում և հուզական աջակցության հարցում աշխատում ենք կորստի հետ, կորստի և վիշտի հետ, զանգահարում են տարեցներ, որոնք միայնակ են և ունեն ուղղակի խոսելու և լսված լինելու կարիք։ Ձեզ կլսեն հուզական աջակցության թեժ գծից։ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետից զանգն անվճար է, կոնֆիդենցիալ։ Նպատակն է կանխարգելել և նվազեցնել հոգեկան առողջության մարտահրավերների հնարավոր վատթարացումները և հոգեհուզական ճգնաժամերի հնարավոր աճը։ Արցախից բռնի տեղահանվածներն են հաճախ զանգում, կիսվում կորստի ցավով, բայց նրանք նախագծի միակ շահառուն չեն։ Եղել են անձինք, որոնք ունեցել են մարտական դեպքերի ժամանակ հարազատներ, որոնց կորցրել են և դեռևս չեն կարողանում համակերպվել դրա հետ, զանգահարում են գերլարված, գերհուզական կյանքի իմաստի կորստով, մեր առաջնային նպատակն է ստաբիլիզացնել հոգեվիճակը, նվազեցնել ճգնաժամը, ինչ-որ ձև իրենց օգնությամբ ստեղծել կյանքի իմաստ։ Ծառայությունը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00, սակայն հարց է առաջանում, չէ՞ որ հոգեկան առողջության մարտահրավերները ժամանակացույցով չեն առաջնորդվում։ Բնականաբար այս մեր աշխատանքային ժամերը մեր քմահաճույքով չի պայմանավորված, հիմնական պատճառը ռեսուրսներն են, երկրորդ երևի կնշեմ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որովհետև մեզ ամեն դեպքում որոշակի ժամանակ ու վիճակագրություն է պետք, որպեսզի մենք կարողանանք վստահ լինենք, որ լավ, եթե մենք երկարացնում ենք ժամերը, մենք կարողանում ենք հիմնավորել ու պատճառ ունենալ, թե ինչի ենք մենք այդ ռեսուրսները ներդնում հենց այդ ուղղությամբ։ Թեժգծի հոգեբանների աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ լսել մարդկանց և ապրումակցել առանց քննադատելու։ Ամսական կտրվածքով ունենում ենք 100-ից ավել զանգեր, դա վկայում է, որ ծառայությունից օգտվում են ու գոհ են մեր ծառայությունից։ Որոշակի վիճակագրություն կա, որի շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել, թե ովքեր են օգտվում հոգեհուզական աջակցությունից և ինչ խնդիրներ ունեն։ Շահառուների մեծ մասը կանայք են։ Մեր զանգերի մոտ 15%-ը նաև առնչվում է ինքնասպանության մտքերի և գաղափարների, փորձերի հետ, առնչվում է ընտանեկան բռնության և նմանօրինակ այլ դեպքերի հետ, որոնք շահառուի կյանքին ու առողջության անմիջական վտանգ են սպառնում։ Կան արդեն շարունակական շահառուներ, որոնք ժամանակ առ ժամանակ զանգում են և հոգեհուզական աջակցություն ստանում։ Մենք ունենում ենք նաև շնորհակալական զանգեր, երբ զանգահարում են ու ասում են, որ այս ձեր կողմից տրված տեխնիկան կիրառել եմ և ինձ շատ օգուտ է տվել և շնորհակալություն են հայտնել, և մենք պարտադիր ասում ենք, որ երբեք չենք սահմանափակում, ասում ենք, որ նրանք կարող են զանգահարել, երբ որ ցանկանան աշխատանքային ժամերին։ Արտակ Բեկոյանը պատմում է, որ իրենց գաղափարը կարողացել են կյանքի կոչել Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Շուրջ 5 ամիս պիլոտային փուլ են անցել, ապա սկսել բուն աշխատանքը։ Մեր դիտարկումների արդյունքում, մեր աշխատանքի փորձի իման վրա նաև մեր համար ամեն դեպքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանում անհրաժեշտ է մեկնարկել ծառայություն, որը կլինի անվճար ու պարտադիր չի, որ գործ ունենա բացառապես հոգեկան առողջության մարտահրավերների ծանր կամ խիստ արտահայտված դեպքերի հետ և հասանելի կլինի բացարձակ բոլորին։ Պիլոտային փուլի համար նախագծին հատկացվել է 16 միլիոն 750 հազար դրամ, իսկ այս փուլում նախատեսվում է ծրագիրը շարունակել մինչև հաջորդ տարվա օգոստոսը ներառյալ։ Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնությունը վերազինման փուլում է։ Ուզում են Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացված հատուկ ծրագիրը ևս դարձնել շարունակական։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։